Այբլուր լրատվական Էվա Միքայելյան։ Բան վրինենք 2012 թվականից սկսած լավը ժողովրդի բարբերաբար հրապարակվում է բոլոր իշխանությունների իշխանության օրոք իշխանություններով չծառայած պաշտոնյաների անվանեցնկերը եւ վերջերս քրեական բարույթ հարցով քննչական կոմիտեն Նարեկ Կարապետյանի չծառայելու հանգամանքները բարձրի վերաբերյալ գովելի է որ իշխանությունը բոլորին այսպես ծառայելը խրախուսում է որ պետք է բոլորը ծառայեն եւ վերջերս ազգային ժողովի զինվորական ծառայության մասին այդքան փոփոխություններ внедрեց, որը եւս հասարակության շրջանում դրական գնահատական ստացավ։ Այս կոնտեքստում ուզում եմ ձեզ հարցնել օրինակ ձեր վարչության 15 համարկանցի 8-ը չեն ծառայել օրինակ փոխնախարար Լենա Մանուկյանի երկու որդիները, իրենք ազատվել են զինվորական ծառայությունից վերջին 7 տարիների ընթացքում այնա կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի երկու որդիները չեն ծառայել։ Օրինակ հնարավոր է այնպիսի մի օրենք մտցվի, որ ովքեր չեն ծառայել գան, այսպես ասած, պատասխանատվության ենթարկվեն կամ վերջերս ընդունված օրենքի շրջանակներում կամ իրենց վարկը օրենքի։ Գիտեք, նախ պետք է պարզվի, դա օրինական հիմքով է տեղի ունեցել, թե ոչ օրինական։ Որտեվ եթե մարդը ունի ծառայության հետ համատեղելի, ասենք, հիվանդություն կամ օրենսդրական կարգավորում է, օրինակ գիտեք, երկար ժամանակ կարգավորում է եղել, գիտությունների թեկնածուները չեն ծառայել։ Այդ մարդկանց վրա այդ օրենքը տարա կամ ուրիշ կարգավորումն է, այսինքն առողջության հետ չի խնդիրը, այլ բանի հետ է խնդիրը։ Մենք ընդհակառակը հիմա նաև վերանայում ենք, մի փուլ վերանայել ենք եւ վերանայում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են ծառայության հետ եւ շարունակում ենք այդ process-ը։ Ավելին ասեմ, երբ վերջերս այցելել էի զինվորի տուն, զինվորի տան շահառուներից նախկինում սպա-ով հիմա հաշմանդամություն ունի, ինքը ասում էր, որ ես կարծում եմ, որ ես կարող եմ ծառայել բանակում։ Ես էլ ասում եի, որ այո, ես էլ եմ համաձայն, որ կարող եք ծառայել բանակում եւ մենք համընկավ ուղղակի 2 օր դրանից առաջ պաշտպանության նախարարությունում քննարկում էինք, որովհետեւ հիմա տեխնոլոգիաները այնքան են փոխվում, որ նույնիսկ հաշմանդամություն ունեցող մարդը կարող է զինվորական ծառայություն անել։ Օրինակ, կարող է արդյոք լինել անօթաչու թռչող սարքի օպերատոր։ Կարող է լինել։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Նկատի ունեմ մենք այդ ուղղությամբ գնում ենք եւ ինչքան հնարավոր է օրենսդրություն լավարկելու ենք, ինչքան հնարավոր է կոռուպցիոն դեպքեր բացահայտելու ենք եւ ինչքան հնարավոր է կարգավորելու ենք այնպես, որ կոռուպցիոն հետագա հնարավորությունները բացառենք։ Հիմա դուք տարբեր անուններ եք տալիս եւ ելի եմ ասում, ցանկացած դեպք, որը տեղի է ունեցել ապօրինի ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելը, ինքը մի օր միտեղ դուրս է, ինչպես ասում, գցելու եւ հայտնվելու է ուշադրության կենտրոնում։ Եւ ավելին ասեմ, մենք հիմա կարգավորումներ ենք անում, որ այդ բաները, այդ տարբերակները կբացառվեն։ Հիմա արմետ մենք հիմա կարգավորումներ ենք անում, որ երբ որ արվում է մագնիսա ռեզոնանսային տոմոգրաֆիա, MRT-ն էի վերցանում։ Այդ արդյունքները իրական ժամանակում պետք է ներբեռնվեն, որ հետո հետին թվով, որտեղ ընդհանուր տենց դեպքեր են բացահայտվում, որ տենց շրջիկ բան կա, դիսկեր կան, տենց հասկանում եք։ Գոնե առնվազն այդպիսի լուրեր կան, հիմա ես չգիտեմ դրա հետ կապված քրեական գործ կա թե չկա, բայց տենց ինֆորմացիաներ կան։ Այնպես որ դա մեր ուշադրության կենտրոնում է եւ եթե ելի եմ ասում ինչ որ մի բան սխալ է եղել, դա չի նշանակում որ այդ սխալը պետքա չուղղվի, ընդհակառակը այդ սխալը պետքա ուղղվի։ Այսինքն կանչելու եք պատասխան։ Ում։ Օրինակ առողջական խնդիրների պատճառով չծառայեցին։ Առողջական խնդիրների պատճառով չծառայածներին ո՞նց կարանք մենք կանչենք պատասխանատվության։ Մենք կարող ենք կանչել հա? Ցանկը փոխում ենք, որ նրանք ովքեր զորակոչային տարիքի են, ասենք կարող է այնպես լինի, որ 20 տարեկանում ստացել է տարկետում X հիվանդությամբ,
բայց 25 տարեկանում էլ չստանա, որովհետև ցանկը փոխվել է։ Բայց եթե մարդ այդ հիվանդությունն ունի եւ դա ցանկում ընդգրկված ա եղել, մենք ինչ կարող ենք անել։ Տեսեք, օրինակ, Չէ, արձագանքի հնարավորություն չկա։ Յովհաննեսյան Քրիստինա Մուշարյան։ Շնորհակալություն։ Անվաշինը գործադիրում հայկական նախագիծներ շարքում հանցանքի ակտիվության պայքարի սուգարինը նախորդ շաբաթը չեմ սխալվում մանրամասներ հայտնեց։ Անվաշինը սա իշխանությունները տեսնում են կողմից նախագծերի հայտարարության միջոցով պայքարում են ատելության խոսքի դեմ, բայց սրա զուգահեռ շատ հաճախ նաև ականատես ենք լինում, որ հենց իշխանության տարբեր ներկայացուցիչներն են դառնում այս ատելության խոսքի գեներացնողը անգամ ազգային ժողովի ամբիոնից, տարբեր հարթակներից։ Հիմա ուզում եմ իմանալ այս նախագիծը, արդյոք նախագծով պատասխանատվության ենթարկվելու են իշխանության ներկայացուցիչները, ովքեր այս օրենքը կխախտեն կամ գուցե հետադարձ ուժում նա օրինակական չկտրով լեզու կտրովեց ոչ անող պատգամավորներին ևս հետաքննեցին, ինչ եմ հարցնում, որովհետև այսպես ամենափոքր օրինակը հենց ՔՊ-ի էթիկայի կամնագիր կնքվեց, բայց ընդհանրապես 2 շաբաթ հետո խախտվեց հենց նույն իշխանության ներկայացուցիչների կողմից խոսքում դապրոս Սաբրանի մասին, ով հենց եկեղեցու կապում հայհոյանքներ էր ձեր կողմից ընդունված էթիկայի կողմից։ Գիտեք, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ներքաղաքական կյանքում եւ հանրային կյանքում առողջացում տեղի ունենա։ Հիմա գաղտնիք չի, ես էլ ինձ եղել է այդ թվում էմոցիաների տակ թույլ եմ տվել արտահայտություններ, որոնցով չեմ հպարտանում եւ որոնց համար նաեւ ներողություն եմ խնդրել, բայց հիմա ես կարծում եմ, որ ճիշտ կլինի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իմ դեմ վարույթ հարուցել եւ իմ դեմ վերջը որոշում կայացրել, որ ես մեղավոր եմ։ Ես էլ կարող եի ավելի շուտ ներողություն խնդրեմ, բայց ես զուտ ինստիտուցիոնալ առումով սպասել եմ, որպեսզի տեսնեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ինչ եզրակացություն է տալիս եւ առաջնորդվել եմ այդ եզրակացության տրամաբանությամբ։ Մեր խնդիրը այն չի, որ վիրավորենք, հետո էմոցիայի տակ, հետո բան անենք, սառենք, ամաչենք, ներողություն խնդրենք։ Մեր խնդիրն է նա, որ ընդհանրապես ներքաղաքական կյանքում բան անենք, հնարավորինս, գիտեք ինչ, սրությունը երբեք ժողովրդավարական հասարակություններում քննարկումներից սրությունը չի նվազելու եւ նվազեցնելու խնդիր դնելը սխալ է, բայց այնուամենայնիվ հարգալից մտնոլորտում դա անելը կարևոր է եւ որևէ օրենք չի կարող վերաբերվել միայն ընդդիմությանը, իհարկե կան օրենքներ, որ վերաբերում են միայն իշխանությանը, կոռուպցիայի կանխարգելման եւ այլն, եւ մենք պետքա ընդհանուր առմամբ մանավանդ հիմա առաջիկայում էլ ընտրություններ են։ Ես ընդհանրապես կարծում եմ նաեւ ընդդիմության դաշտի մեր գործընկերները պետք է համոզված լինեն կամ համոզված լինեին, որ եթե անցում կատարվեց բառապաշարի, որևէ բառապաշարի, մենք բառապաշարից չենք խեղճանա, բայց մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ պետք է այնուամենայնիվ երկրի զարգացման փուլերին համընթաց եւ նախորդիվ էլ ինչ որ եղել է, էլ եմ ասում, ներողություն եմ խնդրել, հիմա էլ եմ խնդրում, բայց հույս ունեմ ապագայում ներողություն խնդրելու առիթ չի լինի եւ դրա համար էլ թե չէ տենց լինի անընդհատ ուրիշները ներողություն էլ չեն խնդրում, բայց հարցը դա չի։ Հարցն նա որ պետք է առողջացնել միջավայրը եւ մտնոլորտը։ Որովհետեւ գիտեք ինչ, իրականում աղմուկի մեջ եւ այդ ամեն ինչի մեջ բովանդակությունը կորում է։ Երբեմն անհասկանալի է ով ինչ է ասում, ինչի համար է ասում, որտեղից սկսվեց, ինչի մասին է։ Բայց մեզ պետք է անընդհատ ավելի շատ բովանդակության վրա կենտրոնանալ, որպեսզի նախ դիմացինի ասածը հասկանալ, դիմացինը ինչ է ասում։ Երկրորդն էլ սեփական ասածը դիմացինին հասկանալի դարձնել։